Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին ակտիվացել է ամենազգայուն հարցերից մեկը՝ անկլավների խնդիրը։ Տարիներ շարունակ չլուծված այս թեման այժմ կապվում է սահմանազատման գործընթացի հետ, իսկ ընդդիմախոսներն ու իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են արմատապես տարբեր գնահատականներ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը 1-2 ամիս առաջ արդեն տեսել է, որ իբրե Արտվաշենի հետ կապված ադրբեջանցիները դա նշում են այլ գույնով, վկայում այն հանգամանքի մասին, որ ընտրություններից առաջ ըստ էության արդեն իսկ այդ որոշումը կար, ուղղակի չի հայտարարում։ Մանիպուլյացիա է սովորական։ Փաշինյանը պնդում է Հայաստանը չի կարող անտեսել Արտվաշենի հարցը, եթե քննարկվում են Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական նախկին անկլավների վերաբերյալ պահանջներ։ Տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում են կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում են փոփոխություններ։ Ներքին լսարանի համար հիմնավորում են, որ իբրե Ադրբեջանը Արտվաշենի նկատմամբ իրավազորության խնդիր չի դնում եւ պատրաստ է Արտվաշենը հանձնել։ Պետք է ասենք, որ հողային առումով Արտվաշենի տարածքը շատ ավելի շատ է այն տարածքներից, որոնք մեր անկլավ են հայտարարում եւ պետք է հանձնվեն, եւ սա փաթեթավորում են ընդհանրապես տոնական ձևավորմամբ։ Միևնույն ժամանակ իշխանության քննադատները զգուշացնում են ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել Տիգրանաշենին կամ այլ ռազմավարական նշանակության հատվածների կարգավիճակին, պետք է բացառի Հայաստանի անվտանգության համար վտանգավոր լուծումները։ Արդյոք անկլավները ունեն իրավական հիմքեր։ Արդյոք դրանք ձևավորվել են ժամանակին, խորհրդային միության տարիներին արդյոք դրանք ձևավորվել են օրինական կերպով, թե դրանք իրավական հիմքեր չունեն եւ ժամանակավոր գոյացություններ են եղել։ Իրավական հարցության մեջ եթե խնդիրը դիտարկենք, ըստ էության Հայաստանի տարածքում անկլավներ չեն եղել ի սկզբանե, բայց այն պայքարած, երբ որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում անկլավների գոյության մասին, այդ պայքարած ադրբեջանական պահանջը մասնավորապես միայն Տիգրանաշենը չի, ելի գյուղեր կան, բայց խնդիրը բացառապես բնակավայրերին չի վերաբերում, կան նաև այլ տարածքներ, որտեղ Ադրբեջանը պահանջում է։ Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի գնահատմամբ անկլավների հարցը չի սահմանափակում միայն տարածքային խնդիրներով։ Նրա խոսքով հատկապես Տիգրանաշենի դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի հարավը հյուսիսին կապող կարևոր ճանապարհային հանգույցի եւ անվտանգության հարցերին։ Մենք էլ ունենք նման իրավիճակ, երբ որ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է խորհրդային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ եթե որ իրանց գյուղեր տանող, ընդ որում մի քանի 4-5 գյուղ տանող ճանապարհը անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով։ Եթե անձ ուզում է անցնել այդ անկլավ, ապա նա առնվազն 2 սահմանային անցակետ անցնի, որը որոշակի խնդիրներ է առաջացնում։ Էլ չեմ ասում անվտանգային հարցերը։ Փորձագետների մի մասը նշում է տարածքային հարցերը չեն կարող դիտարկվել միայն քարտեզով, անհրաժեշտ են իրավական հիմքեր, անվտանգության մեխանիզմներ եւ հստակ պայմանավորվածություններ։ Այն հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանցիները նստած են, այդ մարդիկ համարում են, որ այդ տարածքները իրենց սահմանից ներս են եւ այստեղ հանձնման, դուք կարող եք հայտարարել, որ 250 կիլոմետր քառակուսի տարածք Հայաստանի Հանրապետությունից օկուպացված է։ Ադրբեջանը դա չի համարում օկուպացված տարածք, չի դիտարկում որպես օկուպացված տարածք եւ ուժի դիրքերից ամենայն հավանականությամբ, եթե չկարողանա լեգալացնել հրթի վրա, դե ֆակտո այդ վաղերը մնալու են իրենց։ Այս պահին որևէ վերջնական համաձայնություն անկլավների վերաբերյալ չկա, սակայն հարցը շարունակում է մնալ բանակցային գործընթացի ամենաբարդ կետերից մեկը, միաժամանակ դառնալով ներքաղաքական լուրջ բանավեճի առարկա։ Անկլավների հարցի լուծումը կարող է ազդել ոչ միայն սահմանագծի, այլև Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հաղորդակցության ամբողջ համակարգի վրա։ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին ամիսներին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են։ Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդի եւ ըստ լրատվամիջոցի նստաշրջան չի անցկացնի մինչեւ հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։
Քաղաքական ռեալիզմը միշտ հաղթող էր դուրս գալիս եւ Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը Թուրքիայի հետ շատ ավելի կարևոր էր, քան բարոյական պարտքը, ինչպիսին մենք ենթադրում ենք, որ պետք է լիներ։ Պարբերաբար հարցը այսպես շրջանցվում էր, իմիջիալոս նույնիսկ Բենյամին Նեթանյահուն է այս հարցով ժամանակին այսպես փորձել դիվիդենդներ շահել եւ վերջնարդյունքում հաղթել է քաղաքական ռեալիզմը։ Վարչապետ Փաշինյանը Ֆրանսիայի ազգային տոնի արդիվ շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին, ընդգծելով Հայաստանի եւ Ֆրանսիայի ռազմավարական գործընկերության զարգացումը, երկու երկրների գործակցությունը տարբեր ոլորտներում եւ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության ու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին։ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ յուրաքանչյուրը սպասում է, որ հաջորդ բռնաճնշումների թիրախը կարող է հենց ինքը լինել։ Իրավապաշտպանները պնդում են, քաղաքական դաշտում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Վերջին շրջանում քրեական հետապնդումների եւ կալանքների են ենթարկում մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Քչալաբյանը, իսկ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Քննադատների համոզմամբ այս գործընթացները պարզապես իրավական չեն, այլ նպատակ ունեն թույլատրել եւ մեկուսացնել ընդդիմադիր կենտրոնները։ Ամենամեծ արձագանքը ստացել է Գագիկ Ծառուկյանի գործը, նրա ձերբակալության եղանակը եւ դրան հաջորդած գործողությունները ընդդիմությունը գնահատում է ոչ միայն որպես քրեական հետապնդում, այլ նաեւ որպես քաղաքական հաշվեհարդար։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է, այսպես ասած, տարածում ոչ միայն հասարակության մեջ, ոչ միայն իշխանություն հասարակություն, այլև արդեն այդ գործը հասել է ընտանիքներին, բարեկամներին, ընկերներին։ Օրեր առաջ կալանավորված Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի եւ փասյանների առգրավումը հետաձգվեց, այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։ Մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների եւ իրավապահների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ։ Նրանցից 10-ը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, 7-ը այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու եւ շորթելու կապակցությամբ։ Գիշերը մեծ հերթեր եւ կուտակումներ են եղել Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում։ Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։ Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ տուն էին վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլետի համերգի մեկնած Պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։ Շոկի, քաշքշուկի հետևանքով մի քանի երեխա է վատացել, ուշաթափության դեպքեր են գրանցվել։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական ներուժը Թեհրանին ռազմավարական այս զարկերակի նկատմամբ վերահսկողությունից զրկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ավելին, Թրամփը ակնկալում է փոխհատուցում Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման դիմաց։ Մենք կոչնչացնենք Հորմուզի նեղուցի հետ կապված ցանկացած հնարավորություն եւ ամբողջությամբ նրանց կզրկենք դրա նկատմամբ վերահսկողությունից։ Եվ մենք ցանկանում ենք փոխհատուցում ստանալ, քանի որ պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ մի հատված։ Մենք գումարներ ենք ծախսում։ Մենք պատրաստվում ենք պաշտպանության դիմաց փոխհատուցում ստանալ այն երկրներից, որոնց օգնում ենք։ Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը նմանատիպ հայտարարություն է արել Միացյալ Նահանգների մասին, հայտնելով տարանցիկ վճարներ սահմանելու մտադրության մասին։ Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է, ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, նա պետք է փոխհատուցում ստանա իր ծառայությունների համար։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ միշտ կմնա այդպիսին։ Ուկրաինայի զորքերն առաջին անգամ մասնակցել են Փարիզում Բաստիլի գրավման օրվա շքերթին, իսկ երկու ուկրաինացի օդաչու ֆրանսիական արտադրության Միրաժ կործանիչներով թռիչք են կատարել միջոցառման ընթացքում։
Այդ մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ նախագահ Զելենսկու հետ։ Հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, այս պայդրությամբ քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել։ Բոլորը այն կարծիքին են, որ պատերազմը առնվազն մինչև ձմեռ երկարաձգելու մտադրությամբ Ռուսաստանը կգնա նոր էսկալացիայի։ Լիբանանի նախագահը վարչապետ Նեթանյահուին կոչ է արել փոխել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում Իսրայելի դրսևորած ագրեսիվ մոտեցումը։ ԱՕՆ-ը նշել է, որ մնում է այն համոզմանը, որ միայն ռազմական ուժով հնարավոր չէ երաշխավորել երկարաժամկետ կայունություն եւ որ դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Նա հույս է հայտնել նաեւ, որ Իսրայելի հետ Հռոմում անցկացվելիք բանակցությունների 6-րդ փուլը կհանգեցնի գործնական արդյունքների եւ Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերմանը։ Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի հաստատման շուրջ վերջնական համաձայնության գալ այդպես էլ չեն կարողանում։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կալլասի տեղեկացմամբ պատժամիջոցների ցանկում նախատեսվում է կիրառել եւս 250 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, նախատեսվում է մուտքի արգելք կիրառել նաեւ պատերազմի մասնակիցների նկատմամբ։ Ֆրանսիայի եւ Իտալիայի դիրքորոշման արդյունքում որոշվել է մեղմացնել սահմանափակումները, այն տարածելով միայն կարճաժամկետ վիզաների եւ մարտական գործողություններին անմիջականորեն մասնակցած անձանց վրա։ Բուլղարիայի պահանջով նախագծից հանվել է նաև ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի եւ Լուկոյլի հիմնադրի անունները։ Թուրքիայում 2016 թվականին ձախողված հեղաշրջումից մեկ տասնամյակ անց իրավապահները մոտ 1000 մարդու ձերբակալության օրդեր են տվել Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություններ ունենալու մեղադրանքով, ում համարում են Անկարայում տեղի ունեցածի գլխավոր մեղավորը։ 16-ի այրունալի իրադարձություններից հետո դատախազները մեղադրանք էին առաջադրել Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի նախկին դաշնակիցն էր եւ մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու 2 տարի առաջ։ Ֆրանսիայում անտառային հրդեհի ընդգրկման մակերեսը հասել է 1000 հեկտարի, նշվում է, որ հրդեհը մոլեգնում է մայրաքաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆոնտենբլո անտառում։ Ուժեղ քամու պատճառով ծուխը տարածվում է շրջակայքում։ Ավելի քան 99 մարդ է տարհանվել այդ տարածքից, իրավապահները հրկիզման կասկածանքով 44 մարդու են ձերբակալել։ Գյուրջյան փողոցն է, անտանելի այս վիճակն արդեն մի քանի օր է, հարյուրավոր մարդիկ իրենց կամքից անկախ շնչում են գարշահոտ, այդ թվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի այցելուները, հարակից շենքերի բնակիչներն ու հարևանությամբ գործող տարատեսակ ընկերությունների աշխատակիցները։ Ամբողջ տարածքը տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Ու սա այն հատվածում, որտեղ որ շարժը բավականին շատ է, տեսնում եք։ Քաղաքացիներն ասում են պարբերաբար Veolia ջրից գալիս վերացնում են խցանումը, սակայն մեկ օր չանցած նորից նույնն է։ Ընդ որում Veolia ջուր ընկերության աշխատակիցները ժամանել էին ու նորից աշխատանքներ կատարել, սակայն քաղաքացիները վստահ են, սա հարցի վերջնական լուծում չէ։ Հա, միակ լուծումը երևի պիտի մենք Երևանի քաղաքապետին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովին, նախագահ Մեսրոպյան, որը վերջապես փոխեն այստեղ ես կեղտա գոյուղատարերը փոխեն, որ այս վիճակը վերանա։ Համակարգային լուծման մասին են ասում բնակիչները, քաղաքային իշխանությանն են դիմում, նոր գոյուղատարերի անցկացման անհրաժեշտություն կա։ Այդ կերպ վստահ են նման խնդրի առաջ այլևս չեն կանգնի։ Հուլիսի 13-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան Մարտունի գետապ ճանապարհին բախվել են BMW-ն ու Toyota-ն։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Վթարի հարևանությամբ գործող բենզալցականի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ վիրավորներից մի քանի ամսական տղան գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ մահացած երեխան 5 ամսական է, ում հիվանդանոց են տեղափոխել պարեկները քաղաքացիների հետ։
Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է եղել Մայրաքաղաքում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կնոջ լի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանությանն ու Բարաշենի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ։ Մահացածը կենտրոնի 88-ամյա բուժարուն Էլիանա Ղուկասովան, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Դեպքի փաստով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։